Սրբազան պայքար շարժման աջակիցների հերթական դատական նիստը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին։ Դատարանին եւ Դահլիճին ուղղված կարճ հայտարարությամբ հանդես եկավ Բագրատ Սրբազանը, անդրադառնալով շաբաթներ առաջ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ղեկավարի իր հասցեին արված հայտարարությանը։ Հիշեցնենք, որ ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանն ասել էր, որ առկա է Բագրատ Սրբազանի ձեռքով գրված ահաբեկչական պլան։ Հստակ կերպով ասում եմ, հայտարարում եմ, որ մինչև այսօր ոչ իմ հրապարակային, ոչ նամակագրության, ոչ դատարանում ընչած իր անպատասխանատու հայտարարության պատասխանը չի տվել։ Սա արձանագրեք ձեզ մոտ։ Ուրեմն իհարկե այդպիսի տարօրինակ փաստաթուղթ, այսպես թուղթ գոյություն ունի քրեական գործի նյութերում, բայց ինչպես նաև Բագրատ Սրբազանը ասաց, եթե այդ թուղթը իմ ձեռքի համար էր քննչական մարմինը, որ իմ ձեռքով է գրված, որը ի դեպ որևէ փորձաքննության չի ենթարկվել ձեռագրաբանական, բայց բնականաբար Բագրատ Սրբազանի կողմից գրված չի ու չէր էլ կարող լինել, եթե դա համապատասխան էր իրականությանը, Սրբազանն ասում է, ինձ պետք է հոգեբուժարան տանեին, ոչ թե դատարան, որովհետև այնտեղ ինչ-որ անհեթեթ բաներ են գրված, որ պետք է մտնել Թուրքիա եւ Ադրբեջան, զորքով վերցնել 150-ից 200,000 գերիներ եւ այդ պարագայում լուծել մեր հարցը։ Պարզը ասում է, որ այդպես բան չի կարող լինել, դա անգլալեզու ինչ-որ փաստաթուղթ է, որը Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկությամբ հայտնաբերվել է ու հայտնաբերվել է ինչ-որ բացիկների տրցակից, որ նույնիսկ հայտնի էլ չի, թե ինչպես է այդտեղ հայտնվել, ու որպեսզի իրադրությունն էլ մի քիչ հանրության համար հասկանալի լինի, բացատրեմ, նաև դրա մասին Լիդիան էլ է խոսել։ Դուք հասկանում եք, որ 24 թվականին այդ ալիքի ժամանակ իրանցից Երևան հասնելու, երբ որ ժողովուրդը համախմբվել էր եւ այլն, շատ մեծ արձագանք էր ստացել, հարյուրավոր, հազարավոր մարդիկ մոտեցել են Սրբազանին կամ Սրբազան պայքարի աջակիցներին, փոխանցել են ինչ-որ թղթեր, ասել են սա է Հայաստանի փրկության պլանը, ամեն մեկը իր ինչ-որ մարդիկ իհարկե սենց էթիկայից ելնելով եւ այլն ասել են իհարկե, օրինակ այդ թղթերը վերցրին ու ինչ-որ միտեղ մնացել է, բայց դա քննչական կոմիտեի ղեկավարի կողմից բանում ազգային ժողովում հայտարարել, որ Բագրատ Սրբազանի ձեռքով է գրված, իհարկե անհեթեթություն է, ու իհարկե մենք չենք կարող պատկերացնել ամենավատ երազում, որ մենք կհայտնվենք մի այնպիսի պետականության ստրուկտուրայում, որտեղ քննչական կոմիտեի ղեկավարը կարող է այդպիսի հայտարարություններ, նույնիսկ իր ենթակայության գտնվող քննիչները չեն գոնե, չասեմ խիզախել, բայց տրամաբանությունը չի ներել, որպեսզի այդ, այսպես ասած, ապացույցը դնեն մեղադրական եզրակացության հիմքում, ինչու է նման հայտարարություններ անել, թող դատի հասարակությունը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին ժամը 15:30-ին։ Սոնա Խաչատրյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։